Բարև ձեզ։ Այսօրվա դեկտեմբերի 30-ին ամբյոն հաղորդաշար երթական հաղորդումը վերնագրել եմ Սալավյովի լացը եւ մեր հարցը։ Բայց նախքան թեմային անցնել, ինչպես միշտ կոչով դիմում եմ բոլոր նրանց, որոնք նայում են հաղորդումներս, բայց դեռ չեն բաժանորդագրվել, ապա բաժանորդագրվեք խնդրեմ։ Իսկ բոլոր նրանք, որոնք բաժանորդագրված են եւ շարունակում են նայել իմ հաղորդումներն, ապա շարունակեք դնել լայքեր, որովհետեւ ձեր լայքերով իմ Ամասյա Հովհաննիսյան YouTube ալիքը ավելի է տարածվում։ Իսկ հիմա ասնեմ բույնյութին եւ այսպես Սալավյովի լացը եւ մեր հարցը։ Անցյալ շաբաթ Կրեմլում տեղի ունեցավ պարգևների հանձնում։ Դա ավանդական միջոցառում է, երբ ամեն տարվա վերջին ամփոփելով արդյունքները համայն Ռուսիոյի իմաստունը մեդալներ, շքանշաններ է շնորհում հայրենիքին մատուցած ծառայության համար աչքի ընկածներին։ Այս տարի դրանց թվում էր ոչ անհայտ պրոպագանդիստ Սալավյովը։ Եվ այդ Սալավյով կոչեցյալը լավ տնային աշխատանք էր կատարել, շնորհակալական խոսք էր մոգոնել եւ արտասանում էր պարգևը ստանալուց հետո եւ իր խոսքից անգամ հուզախարն հուզվել եւ համարյա թե մղկտալով էր արտասանում այդ բառերը։ Ես դա թարգմանել եմ եւ ուզում եմ ձեզ ներկայացնել, որի հետո կանդրադառնամ։ Եվ այսպես այդ Սալավյովը ասում է հետեւյալը. Պատերազմը շատ բան բացահայտեց։ Պատերազմն իմ սերնդին իմաստը վերադարձրեց, որը ժամանակին մի պահ մտածում է, թե հայրենիքն այլևս չկա։ Տղամարդը պարզ դարձավ իր համար, ասում է Սալավյովը, տղամարդը պարզ դարձավ, որ ստեղծված է պատերազմի համար։ Տղամարդը ստեղծված է պատերազմի համար։ Պատերազմում դրսևորվում է ամենայն լավը, դրանում չկա ուրախություն, դրանում փաստագրվում է այն, որ թիկունքում երկիրն է, որտեղ չպետք է թույլ տալ չարին եւ ընտանիքներն են, որոնք պետք է փրկես այն սարսափից, այն ահավորից, որ տարիներ շարունակ իրենց վրա զգացել են Դոնբասի բնակիչները։ Բայց ռուսը ստեղծված է հաղթելու համար, ու դա այն է, ինչը մեզ տարբերակում է մյուսներից։ Պատերազմն իր էությամբ սրբազան է, ասում է Սալավյովը։ Մենք դիմակայում ենք չարիքին, մենք ռուս ենք ու մեզ հետ է Աստվածը։ Սա ասում է հուզախարն, հուզաթոթով, արցունքներն աչքերին, համարյա թե հեկեկալով, իսկ դիմացը կանգնած է համայն Ռուսիոյի իմաստունը, կամ ինչպես ասում են Կրեմլի անմահկաշե, իր բոտոքսած դեմքով եւ մողոլոիդ աչքերով նայում է հանդարտ, կանգնած է հանդարտ, նայում է անթարթ այս պրոպագանդիստին։ Գիտեք ինչ, ես կարծեմ, եթե չեմ սխալվի, որ չկա աշխարհում մի երկիր, որի սահմանադրությամբ արգելված չլինի պատերազմի քարոզությունը։ Բայց սա հենց Կրեմլում պալատից Սալավյովի ասածը ոչ այլ ինչ էր, քան պատերազմի կոչ։ Մանավանդ ասում է, տղամարդը ստեղծված է պատերազմելու համար, պատերազմը վերադարձրել է իմաստ եւ այլ եւ այլ։ Ու սա ասում է համայն Ռուսիոյի իմաստունի առաջ կանգնած եւ այս համայն Ռուսիոյի իմաստունը այս ինքն էլ ոչ պակաս հուզաթոթով ունկնդրում է այդ պրոպագանդիստին։ Կրկնում եմ, սա ոչ այլ ինչ էր, քան պատերազմի կոչ։ Ակնհայտ է, որ չնայած բոլոր այս բանակցությունների մասին հաղորդումներից, բանակցությունների մասին ձևավորված դրանց շուրջ ձևավորված հույսի արտահայտություններից ակնհայտ է, որ Ռուսաստանի համայն Ռուսիոյի իմաստունը ամենևին էլ մտադիր չէ դադարեցնել պատերազմը Ուկրաինայում։
Եվ Սալավիովի ասածն էլ արդեն հաստատում է, որ սրանց պրոպագանդիստները ռուսական քարոզչությունը փորձում են ներկայացնել արդեն հաստատել պատերազմը որպես Ռուսաստանում ձևավորված կենսակերպ։ Եվ բան այն է, որ ցավոք պետք է նշել, որ մի ստվար զանգված ռուսական ռուսասարակության մեջ, որը որ հալածյուղի տեղ է դնում հերոսացույցից հնչածին, հավատում են դրան։ Սա սարսափելի է։ Ուկրաինայի դեմ սանձազերծած պատերազմով սկսեց միջազգային անվտանգության ամբողջ համակարգի քայքայումը, որն արդեն իր ավարտուն տեսքին է բերում Ամերիկայի Միացյալ Նահանգների Սպիտակ տան ներկայիս տիրակալ Տրումպը, որոնք որ շատ նման են իրար եւ այնպիսի տպավորություն է, որ թեպետ Տրումպը իր բոլոր քայլերով, իբր նախաձեռնություններով ցույց է տալիս, որ ինքը ուզում է դադարեցնել վերջ տալ Ուկրաինայի դեմ պատերազմին, բայց չի նշում, որ Ուկրաինայի դեմ պատերազմին, այլ այդ պատերազմին։ Եվ հետաքրքիրն այն է, որ Ամերիկայի Միացյալ Նահանգների վերջային ներկայիս վարչակազմը ճնշում է գործադրում ում դեմ Ուկրաինայի դեմ, այսինքն ագրեսիայի զոհի վրա ճնշում են գործադրում, որ այս ագրեսիայի զոհը դադարեցնի պատերազմը եւ համաձայնի ըստ էության կապիտուլյացիոն պարտվողական այն պայմաններին, որոնց թելադրում է Ռուսաստանը եւ այդ Ռուսաստանի թելադրանքով այդ նշված կետերը ասես ներկայացնում է Սպիտակ տունը։ Որոշ մեկնաբաններ ասում են, թե այն տպավորությունն է, որ այդ Ամերիկայի Միացյալ Նահանգների ներկայացրած պատերազմի դադարեցման 20 քանի պայմանները թարգմանված են ռուսերենից, հասկացաք, չէ՞։ Կրեմլում գրել են, Սպիտակ տանը թարգմանել են եւ ներկայացնում են որպես իրենց։ Եվ վերջերս Ամերիկայի Միացյալ Նահանգներում այս 2 օր առաջ տեղի ունեցած բանակցությունը եւ Ուկրաինայի նախագահը մեկներ Ամերիկայի Միացյալ Նահանգներ Տրումպի հետ հանդիպման, որոշ հույսեր որ կապում էին ոմանք, բայց մեծ մասն էլ դա բարձ այդվում նաև ես գտնում ենք, որ սա արդյունքի չի բերելու։ Եվ թեպետ Տրումպը այդպես իր ոչին հարիշ կեցվածքով ասում է հոգող է բանակցություններից, որ համարյա թե խաղաղության պայմանագիրը պատրաստ է 95%-ով, գնոտ 95%-ով պատրաստ լինելը դեռ ոչինչ չի, մանավանդ որ ասում է, որ հիմնական երկու հարցերը բնում են չլուծված։ Այդ հիմնական երկու հարցերն են, որ հանգարում են պայմանագրի կայացմանը, պատերազմի դադարեցման։ Գլխավոր հարցերը, որոնք լուծված չեն, էլի ուզում են 95%-ով լինեն, մնացած հարցերը ուզում են 99%-ով։ Գլխավոր երկու հարցերը չեն համաձայնեցվում, իրարամերժ են։ Ուկրաինան չի կարող համաձայնել կապիտուլյացիայի եւ հետարքին է, որ ել եմ կրկնում Ամերիկայի Միացյալ Նահանգների վարչակազմը ներկայիս ճնշում է գործադրում ագրեսիայի զոհին, այնինչ պետք է ճնշում գործադրել նրա նկատմամբ, ով սկսել էր պատերազմը։ Բայց չի կարող, որովհետև ըստ էության Տրումպը ոչ թե ուզում է օգնել Ուկրաինային, այլ մասնակցում է Պուտինի հետ Ուկրաինայի դեմ պատերազմին։ Նրանք այս հարցում ըստ էության դաշնակիցներ են։ Եվ Տրումպի մոտ սա համարյա թե Պես գիտեք, հոգեկան, ոչ թե հոգեբանական, այլ հոգեկան իրավիճակ է։ Տրումպը ուր չկա, որ որևէ առիթով չհիշի Բայդենին։ Ինչ վատ բան, ինչ խնդիր որ լինում է, ասում է դրանում մեղավոր է Բայդենը։ Բայդենից ացանցյալ Ուկրաինան է
եւ Ուկրաինայի հետ միասին Զելենսկին։ Գիտեք ինչու է ցանցալ, որովհետեւ ժամանակին Թրամփը պահանջել էր Զելենսկուց, որպեսզի Զելենսկին որոշ փաստաթղթեր ներկայացներ Թրամփին, որոնք որ վարկաբեկի չէին Թրամփի որդու համար, որ իբր Ուկրաինայում նա ինչ-որ բիզնեսներ էր արել եւ այլ, Զելենսկին այդ փաստաթղթերը չէր տրամադրել, իսկ Թրամփին այդ փաստաթղթերը պետք էին քարոզարշավի համար Բայդենի դեմ, Բայդենի եւ Բայդենի ընտանիքի դեմ օգտագործել համար, եւ սա ասոցացվել է եւ այն աշճան, որ չնայած արդեն Թրամփը արդեն մի տարի է շուտով երկրի նախագահ է, բայց չի մոռանում Թրամփին, որովհետեւ Բայդենին ամեն ինչում հիշատակում է Բայդենին, որտեղ ինքը համարում է, որ ինքը չի հաղթել Բայդենին, որտեղ Բայդենը նախագահական ընտրություններից կեսից դուրս եկավ, իր տեղը զիջելով Փարիզին, այնպես որ ըստ էության Թրամփը Բայդենին չի հաղթել եւ սրանից ինքը պես տվայտանքների մեջ է։ Ատում է Բայդենին եւ ացանցիալ Ուկրաինային եւ դրանից բխող նաեւ Զելենսկին։ Այս հարցում Թրամփը անմահ կաշեի դաշնակիցն է։ Անկասկած։ Միևնույն ժամանակ այնպեսի տպավորություն է, որ կարիք չկա ինչ-որ հույսեր կապել, որովհետեւ նախքան այս վերջի 2 օրերի ընթացքում տեղի ունեցած բանակցություններին դրանից առաջ էլ համայնքների մասնունը կամ ինչպես ասում են Կրեմլի անմահ կաշեը իմանալով որ շուտով բանակցություններ տեղի ունենալու նորից այդ իր զինվորական թե ինչ-որ սուպերմարկետի պահակի ունիֆորմա լիներ համազգեստ հակել էր ցույց տալով որ ինքը ոին է հիշեցիք որտեղից է գալիս այդ արտահայտությունը եւ կրկին ներկայացրեց որ կամ Ուկրաինան պետք է ծնկի գա կապիտուլյացիայի ենթարկվի կատարի իր պահանջները կամ իրենց պահանջները իրականացնեն ուժով շարունակելու են պատերազմը այնպես որ Թրամփի այս տվայտանքները խաղաղություն հաստատելու վերաբերյալ թերևս սին են իշտե Թրամփը ուզում է այսպես բացի հակաբայդենական այդ մոլագարությունից նաև մի այլ սինդրոմով է տառապում այս մարդը խաղաղության նոբելյան է ուզում եւ պատահական չէ որ ամեն առիթով ինքը ասում է որ ինքը հենց եկավ իշխանության արդեն իշխանության գալուց ի վեր 8 պատերազմների վերջ է տվել հենց այդ պատերազմները ոչ մեկն էլ վերջ չեն տվել այլ մխածող այսպես օջախներ եւ ասենք այսօր էլ ինֆորմացիա եղավ տեղեկություն եղավ այն որ նորից Միացյալ Նահանգները Իսրայելը միասին սպառնացել են Իրանին այնպես որ այնպիսի տպավորություն է որ մեկը Կրեմլում նստած մեկը Սպիտակ տանը նստած քանդում են ամբողջ աշխարհի միջազգային անվտանգության քանդել են եւ շարունակում են ավիրել միջազգային անվտանգության ամբողջ համակարգը այսօր արդեն Միացյալ Նահանգների շնորհիվ Թրամփի շնորհիվ ՆԱՏՕ-ն ըստ էության այլևս գոյություն չունի Արևմտյան Եվրոպան ամեն ինչ անում են որպեսզի պառակտվի իսկ Մոսկվայից էլ Կրեմլից էլ չարախնդում են նայելով այս ամենին եւ ավելի անպատիժ են զգում եւ ժամանակ հայտարարելով որ այսպես կոչված պնդուկ այդ համակարգը արեշնիկ այսպես արդեն տեղադրել են Բելարուսում որը որ ունակ է հարվածել եվրոպական միությունների խորքերին առաջին անգամ եթե հիշում եք պնդուկ համակարգը այս պնդուկին թարգմանաբար եմ ասում արեշնիկ պնդուկն է օգտագործեցին Դնեպրում
հրթիռակոծելով այնտեղ գտնվող մի ռազմական արդյունաբերական կենտրոն, դեպի այդ կենտրոնը այնքան չվնասվեց, որովհետև այդ ռազմական արդյունաբերական կենտրոնները գտնվում են մի քանի տասնյակ մետր խորությամբ։ Ինչևէ, գնում է էսկալացիա եւ ցավոք սրտի այս տարին ավարտվում է եւ նոր տարուց արդեն նոր տարին շուտով կսկսվի եւ դեռևս հույս չկա, որ Ուկրաինայում պատերազմը կավարտվի։ Քանի որ խոսք գնաց Ուկրաինայում պատերազմի մասին, միաժամանակ ինձ համար շատ ցավալի է, որտեղ ես միանշանակ պաշտպանում եմ Ուկրաինային Ռուսաստանի դեմ ագրեսիայի դեպքում, միաժամանակ թե նրանք Ուկրաինայի ներկայիս վարչակազմը կամ չի խորանում, կամ թե չգիտի, բայց ռևերանսներ է անում Ադրբեջանի առաջ նրանից ստացվող տարատեսակ, թե ռազմական, թե ֆինանսական, թե էներգակիրների պարունակող օգնության դիմաց։ Եվ նաև կարծում եմ, որ այս հարցում լուրջ թերանում են նաև Հայաստանի իշխանությունները, որ Ուկրաինայի վարչակազմի հետ նորմալ չեն աշխատում։ Այս հումանիտար քաղցր-մեղցր բաները դիվանագիտական լուրջ աշխատանք չեն տանում, որովհետև ինչի նկատի ունեմ։ Բառացիորեն այսօր տեղեկություն ստացա, որ Ուկրաինան թողարկել է նամականիշ Ադրբեջանի տարած հաղթանակի 5-ամյակի կապակցությամբ։ Կրկնում եմ, սա շատ մտահոգիչ հանգամանք է։ Նախ, որ մենք մեր Հայաստանի կառավարությունը, Հայաստանի իշխանությունները, պատկան մարմինները բավարար աշխատանք չեն տանում Ուկրաինայի վարչակազմի հետ միասին, որպեսզի գոնե հասկացնեն, թե Ղարաբաղյան հարցը ամենևին էլ այն հարցը չէ, ինչ որ Ուկրաինան հասկանում է, Ուկրաինային մատուցում է, որովհետև նույն Ուկրաինան, ոչ միայն Ուկրաինան, նաև այլ շատ երկրներ պատկերացնում Ադրբեջանը ազատագրել է իր օկուպացված տարածքը։ Սա գալիս է նաև այն ժամանակից, երբ Ռոբերտ Քոչարյանի թեթև ձեռքով Ադրբեջանա-Ղարաբաղյան հակամարտությունը սկսեցին կոչել հայ-ադրբեջանական հակամարտություն։ Դրանից բխող բոլոր հետևանքները։ Այնպես որ նաև հույսեր չկա, որ Հայաստանի ներկայիս կառավարիչները, որոնք որ թմբկահարում, այսօր ցատկոտում են տարբեր խնջույքներ են կազմակերպում, կարող են լուրջ աշխատանք տանել միջազգային ասպարեզում, միջազգային հարաբերություններում այս հարափոփող, այս տեկտոնական փոփոխություններ կրող աշխարհաքաղաքական պայմաններում։ Ու նաև այս ամեն այնքան ծիծաղ զավեշտալի է, գիտեք, զավեշտալի, որովհետև նաև օրերս էլ Հայաստանի արտաքին գործերի նախարարը, չգիտեմ, ինչ որ հարցազրույց է տվել եւ չգիտեմ, այսօր հայերենում ինչ որ նոր բառակապակցություններ են հնարում։ Հիմա էլ ասել, էլի մեջբերեմ, հա, որովհետեւ դժվար է ասել։ Ուրեմն ասում է, ժամանակն է հայ-թուրքական հարաբերություններում ունենանք մեծ շոշափելի առաջընթացներ գետնի վրա։ Հետո ամերիկյան կողմի հետ շատ ինտենսիվ աշխատում ենք եւ 26 թվականի երկրորդ կեսին գետնի վրա կունենանք շինարարություն։ Ինչ գետնի վրա։ Էս ինչ հայերեն, էս ինչ լեզու է։ Էս ինչ լեզվից եք թարգմանել կոպի փաստով, որ գետնի վրա գրողը տանի, հայերեն խոսեք, հայերեն, հա, գետնի վրա։ Ախր հայերենն էլ է մեղ, մենք էլ ենք մեղ, ժողովուրդն էլ է մեղ։ Ու նաև
26 թվականին, եթե նկատի ունի ամերիկյան կողմի հետ ինտենսիվ աշխատանքները Թրիպետ Տրումպի ծրագրի իրականացման գործում, չեմ կարծում, որ Ռուսաստանը կհամակերպի դրա հետ, այդ Թրիպ ծրագրի հետ, որովհետև արդեն տարբեր մակարդակներով, այդ թվում նաև արտգործնախարարի տեղակալի մակարդակով, նաև դեսպանի Ռուսաստանում, Հայաստանի դեսպանի մակարդակով նշվում է, որ այդ ծրագրի իրականացումը խնդիրներ կարող է առաջացնել Հայաստանի առջև, այն առումով, որ Հայաստանը Եվրասիական տնտեսական միության անդամ է, այնտեղ կան իր կանոնները, իր օրենքները, եւ այդ ճանապարհի գործարկման պայմաններում հակասություններ կարող են առաջանալ։ Սա շատ մեղմ ակնարկ է, որ Ռուսաստանը շատ խանդով է վերաբերում, իսկ ռուսական խանդը, ինչպես տեսակ, հղի է շատ ավելի հետևանքներով, բարդ, մեղմ ասած, բարդ հետևանքներով։ Եվ այս առումով Հայաստան իշխանությունները պետք է ամեն ինչ անեն, պարզ է, այդ ճանապարհը պետք է բացվի, բայց այնպես անեն, որ այդ ճանապարհի բացվելը չհակասի որևէ այլ երկրի շահերի, օրինակ ասենք, թե Ռուսաստանի, թե Իրանի, ոչ թե հակասի, այլ միավորի այդ երկրների շահերը։ Եվ այդ առումով, այդ իմաստով, որ բավական ուշագրավ է Ազգային կոնգրեսի ներկայացրած ծրագիրը, որ ներկայացրեց օրերս Ազգային կոնգրեսի փոխնախագահ Լևոն Զուրաբյանը, որը որ նաև վարչապետի տեխնացու է լինելու առաջիկա ընտրություններին եւ հանդես է գալու այդ ընտրություններում, մասնակցելու այդ ընտրություններին, որ այդ Թրիպը պետք է համատեղել BRICS-ի հետ, այդ BRICS-ի անդամ երկրները, Թրիպ կոչված այդ Զանգեզուրի անցնող ճանապարհը, որ դա ոչ թե միջանցք, այլ հանգույց, այդքան երկրներ միավորող Չինաստան, Հնդկաստան, դրանցում Իրան, Ռուսաստան, Թուրքիա, Ադրբեջան, Հայաստան, Վրաստան, շարժող դեպի Եվրոպա։ Այն այս պայմաններում այդ ճանապարհը կարող է աշխատել եւ օգուտ բերել Հայաստանին, այլ ոչ թե դառնալ Հայաստանի համար հերթական մեծ գլխացավանքը, մեղմ ասած։ Դրա համար է ասում Սալավովի լացը եւ մեր հարցը։ Ինչեւ է տարին վերջանում է, ցավոք սրտի խաղաղություն չբերելով ոչ Ուկրաինային, ոչ աշխարհի շատ այլ կետերում հացող հակամարտություններին եւ հուսանք, որ նոր 2026 թվականին կլուծվեն բոլոր այդ խնդիրները, հնարավորինս աշխարհը կձերբազատվի լարվածության օջախներից եւ Հայաստանն էլ կանգնի ավելի զարգացման, ավելի նպաստավոր ճանապարհի վրա։ Այնպես որ ավարտելով իմ այս տարվա վերջին հաղորդումը, որը վերնագրել է Սալավովի լաց եւ մեր հարցը, ուզում եմ մաղթել իմ ունկնդիրներին, բոլորին, ովքեր նայում են հաղորդումներս եւ բոլորիս, որպեսզի նոր 2026 թվականը լինի խաղաղավետ, ցորենավետ ու խաղաղավետ։ Ցտեսություն, կհանդիպենք։